Շատ կարևոր լուր ունենք, որը երեք հրապարակվեց, իսկ լուրը հետևյալն է, ես ամբողջությամբ կընթերցեմ, Moody's վարկանիշային գործակալությունը 2026 թվականի հուլիսի 28-ին կարևոր ամսաթիվը հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է կայունից դրականի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է BA3 մակարդակում։ Moody's-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով. Աշխարհաքաղաքական եւ քաղաքական ռիսկերի նվազում պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ եւ ներքաղաքական կայունությամբ։ Ինչարոց է շատ հետաքրքիր դիտարկում, փաստորեն մենք ներքաղաքական կայունություն ունենք, վրեքներս խաբար չկա, մինչդեռ Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ 2026-2027 թվականներին ակնկալվում է 5-ից 5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ եւ պետական ծախսերի ընդլայնմամբ։ Տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում պայմանավորված ներդրումների աճով, հատկապես տեխնոլոգիական եւ ենթակառուցվածքային ոլորտում տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ եւ արտադրողականության բարձրացման հեռանկարներով։ Հիմա այս ամեն ինչից ամենակարևորը հետեւյալն է։ Ես հիշում եմ 2018 թվականից ի վեր, իհարկե բացի հասկանալու են 2020 թվականը, երբ որ մենք արձանագրում էինք տնտեսական աճերը ամեն տարվա, որոնք բավականին բարձր էին, հիմնական հարցը, որ վերլուծաբանները, երբեմն քննադատները, բայց մենք էլ մեր քննարկումներում դրում էր հետևյալը. լավ, այս տնտեսական աճերը ինչքանով են եւ այս ակտիվությունը ինչքանով է մեծացնում, ուժեղացնում մեր տնտեսության պոտենցիալը։ Որտեվ դա է ամենակարևորը, այսինքն եւ շատ կարևոր է, որ միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը արդեն իսկ ինքը արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժը ուժեղացել է եւ սա կարևոր արձանագրում է։ Բայց սա քաղաքական նարատիվի մասն է կամ ես ուզում եմ հասկանալ ինչ է նշանակում հեռանկարը վերանայվել է կայունից դրականի